Ուշադրություն դարձրեք հայտնության քրքին, երբ որ մենք անդրադառնում ենք, հայտնության երկրորդ գլխի մեջ խոսում է Եփեսոս եկեղեցու վրայով։ Եփեսոս եկեղեցում չեն մտել մարդիկ, որ ընդամենը փոքր գիտեին Աստծո խոսքը, ինչ որտեղ կարող է հրաշքներ են կործել, սրանք ներկայանում են որպես առաքյալներ։ Եվ նայեք ինչ ասում ամենակալ Տիրոջ խոսքը. փորձեցի նրանց, որ առաքյալ են ձևանում, եւ չեն, եւ գտար, որ սուտ են։ Ինչով որոշեցին, որ այս մարդիկ առաքյալ չեն։ Երբ որ խոսում է առաքյալ վիճակի վրա, այդ անձնավորությունը պիտի այդ կյանք ապրեր։ Հետաքրքիր է, առաքյալ ինչպես ենք մենք պատկերացնում։ Աստծո խոսքը վաշ գիտի, լավ գիտի, կյանքի մեջ կա զորություն, աղոթում է, մարդը բժշկում է, բայց հետաքրքիր է, եկեղեցին քննեց եւ տեսավ, որ սուտ են։ Ինչով է քննում։ Եվ այսօր մենք մեր կյանքի մեջ ունենք բազում խնդիրներ, խնդիրներ ու այստեղից սայթակում ենք։ Այսօր շատեր Աստծո խոսքի հետ կապված չեն։ Եթե այսօր քո կապվածությունը Տիրոջ խոսքը չէ, իմացած եղիր, մեկ օր կսայթակես։ Մանավանդ վերջի ժամանակահատվածում անձնավորությունները կապված են կոմպյուտերին, ինտերնետին։ Ձեր նոշն է, նայեք ինչ են խոսում, բայց եթե այսօր դու Տիրոջ միտ չես արել, Տիրոջ խոսքի հետ կապված չես, իմացած եղիր, որ պրոբլեմ պիտի ունենաս։